Հայաստանը և Միացյալ Նահանգները հաստատել են շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանում նոր տարանցիկ մայրուղի կառուցել, որը կոչվելու է Թրամփի ճանապարհ դեպի միջազգային խաղաղություն և բարեկեցություն (TRIP)։ Մայրուղու կառավարումը կվերապահվի հատուկ ստեղծված ընկերությանը, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26%-ը Հայաստանին։ Այս հարաբերակցությունը կպահպանվի սկզբի 49 տարիների ընթացքում, իսկ դրանից հետո Հայաստանի մասնաբաժինը կավելանա, հասնելով 49%-ի։ TRIP-ը կառավարող ընկերությունը իրավունք կունենա մայրուղուց օգտվելու համար վճար գանձել, ինչպես նաև ճանապարհի երկայնքով կառուցել անշարժ գույքի օբյեկտներ։ Նախագիծը ներառում է ոչ միայն ավտոմոբիլային ճանապարհ, այլ նաև երկաթուղային ուղի։ Բացի այդ, Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ համագործակցել սահմանային վերահսկողության ոլորտում, մասնավորապես զննման և վերահսկման տեխնոլոգիաների կիրառման հարցում։ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխանցմամբ այս համաձայնագիրը այն պարտավորությունների մաս է կազմում, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին Ադրբեջանը Նախիջևանի հետ կապել նոր ճանապարհային միջանցքի միջոցով, որը հայտնի է որպես Թրամփի ճանապարհ։ Այժմ այն մասին, թե ինչ է սպասվում մեզ թողարկման ընթացքում։ ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը շուրջ 75 երկրների համար։ Ցանկն ու պատճառները կիմանաք րոպեներ անց։ Թրամփը դադարեցնում է մի շարք քաղաքների ֆինանսավորումը։ Այսը կրկին ակտիվացել է։ Լոս Անջելեսում կան ձերբակալություններ։ Մեկ քաղաքացու կողմից ներկայացուցիչների պալատից շուրջ $150,000 գողություն է կատարվել, թե ինչու կիմանաք քիչ անց։ Հանցագործության մեղադրանքով հայտնի դերասան է ձերբակալվել Լոս Անջելեսում։ Թրամփը նաև դադարեցնում է հոգեկան առողջության հետ կապված կազմակերպությունների ֆինանսավորումը։ Ֆասթ-ֆուդի համար առողջապահության նախարարը քննադատել է Թրամփին։ Երկու նորություն Նյու Յորքից, մեկը լավ, մյուսը վատ։ Խոսքը դեռահասի սպանության և փոքր բիզնեսների տուգանքների կրճատման մասին է։ Ինչպես նաև այսօրվա թողարկման ընթացքում ձեզ կներկայացնեմ գալիք հետաքրքիր միջոցառումները, որոնք այս օրերին ձևավորում են տեղի աշխույժ մթնոլորտը, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրման և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և գրեք, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Հունվարի 21-ից ԱՄՆ պետդեպարտամենտը անորոշ ժամկետով դադարեցնում է իմիգրացիոն վիզաների մշակումը, հայտնում է Fox News-ը։ Գերատեսչության տվյալներով որոշումը կապված է այն մտավախության հետ, որ որոշ օտարերկրացիներ կարող են ԱՄՆ մուտք գործել և օգտվել սոցիալական նպաստներից ու պետական վճարումներից։ Վիզաների ձևակերպման դադարեցումը վերաբերում է մի շարք երկրների քաղաքացիներին, այդ թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Սոմալին, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրաքը, Եգիպտոսը, Թայլանդը և այլ երկրներ, որոնց ամբողջական ցանկը դեռ չի հրապարակվել։ ԱՄՆ իշխանությունների պարզաբանմամբ սա ժամանակավոր դադար է, որի ընթացքում մշակվելու են նոր մեթոդներ, այսպես կոչված հանրային բեռի ռիսկերը գնահատելու համար, այսինքն պարզելու, արդյոք վիզա ստացողը կարող է ապագայում կախված լինել պետական օգնությունից, թե ոչ, դադարի հստակ ժամկետները դեռ չեն հայտարարվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 1-ից դաշնային կառավարությունը կդադարեցնի ֆինանսական աջակցությունը այն նահանգներին և քաղաքներին, որոնք միգրանտների պաշտպանության համար շարունակում են պահպանել այսպես կոչված ապաստան քաղաքների քաղաքականությունը։ Թրամփի խոսքով նման քաղաքականություն ունեցող նահանգներին, այդ թվում Կալիֆոռնիային, արդեն ուղարկվել են պաշտոնական նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ նահանգները պետք է 90 օրվա ընթացքում վերացնեն այդ մոտեցումը, եթե ոչ, ապա կզրկվեն դաշնային ֆինանսավորումից։ Նախագահը հայտարարել է, որ դաշնային իշխանությունները չեն կարող շարունակել ֆինանսավորել կրթությունն ու առողջապահությունը միլիոնավոր մարդկանց համար, որոնք նրա ձևակերպմամբ երկրում են գտնվում անօրինական կարգավիճակով։ Նա նաև նշել է, որ միգրացիոն ծրագրերը իր կարծիքով նպաստում են պետական միջոցների չարաշահման աճին։
Մինեապոլիսը դարձել է ԱՄՆ ներգաղթի և ICE գործողությունների դեմ բողոքների հիմնական կենտրոններից մեկը, սակայն ներգաղթյալների դեմ իրականացվող ռեյդերն ու դրանց դեմ բողոքի ակցիաները շարունակվում են նաև երկրի այլ հատվածներում, այդ թվում հարավային Կալիֆոռնիայում։ Սոցիալական ցանցերում տարածված ահազանգերը տեղեկացնում էին Լոս Անջելեսի տարբեր թաղամասերում ICE ակտիվության մասին, այդ թվում Eagle Rock Plaza-ի շրջակայքում, Highland Park-ում համայնքի անդամների խոսքով ձերբակալվել է փողոցային սննդի վաճառողը։ Ականատես Դարեն Գոլթը հայտնել է, որ ձերբակալությունից հետո տեղում մնացել էին դատարկ տակոյի կրպակը և մեքենան, իսկ հարևանները օգնել էին հավաքել ապրանքները։ Նման միջադեպ արձանագրվել է նաև Լոս Անջելեսի Silver Lake թաղամասում անցած ուրբաթ օրը։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ներգաղթի գործակալները մեկ անձի գետնին պառկեցնում և ձեռնաշղթաներ հագցնում։ Տեղացիների խոսքով նման գործողությունները խորացնում են լարվածությունը և ուժեղացնում բողոքները ICE ռեյդերի դեմ։ Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ-ի հարվածներից և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո առաջին անգամ ազատ են արձակել մի քանի ԱՄՆ քաղաքացու։ Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտը, սակայն ազատ արձակվածների թիվն ու անունները չեն հրապարակվում։ Հունվարի 8-ից ի վեր Վենեսուելայում ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 56 քաղաքական կալանավոր։ Նրանց թվում կան վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև Իսպանիայի քաղաքացիներ։ Կարակասի իշխանությունները անցած շաբաթ հայտարարել էին քաղաքական կալանավորների ազատ արձակման գործընթացի մեկնարկի մասին, այն որակելով որպես միակողմանի ժեստ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է այս քայլը, հիշեցնելով, որ իր վարչակազմը անցյալ տարի կարողացել էր Վենեսուելայից վերադարձնել ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին վետերանին։ Մերիլենդ նահանգի բնակիչ 43-ամյա Քրիստոֆեր Սազերլենդը մեղադրվում է ներկայացուցիչների պալատից շուրջ 240 ծառայողական բջջային գողանալու մեջ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ $150,000։ Սազերլենդը ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեում աշխատել է որպես համակարգային ադմինիստրատոր։ Նա իր պաշտոնական լիազորություններն օգտագործելով ծառայողական բջջայիններ էր պատվիրում աշխատակիցների համար, սակայն առաքման հասցեում նշում էր իր սեփական բնակարանը։ Այս սխեմայով նա 2023 թվականի հունվարից մինչև մայիս ստացել է 240 նոր սմարթֆոն։ Ստացված բջջայինները Սազերլենդը հանձնել է գրավատուն, խնդրելով դրանք վաճառել մաս առ մաս, որպեսզի խուսափի տեխնիկական վերահսկումից։ Խարդախությունը բացահայտվել է, երբ բջջայիններից մեկը վաճառվել է ամբողջական վիճակում։ Նոր գնորդը սարքը միացնելիս էկրանին տեսել է ներկայացուցիչների պալատի տեխնիկական աջակցության համարանիշը և կապ հաստատել նրանց հետ։ Ըստ մեղադրանքի Սազերլենդին պետական սեփականության գողության համար սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Դոնալդ Թրամփը շարունակում է առաջ տանել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու գաղափարը։ Այդ մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ փոխնախագահ JD Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։ Մեր դիրքորոշումները շարունակում են տարբերվել, ասել է նա, միաժամանակ ընդգծելով, որ Գրենլանդիան ապագայում մնալու է Դանիայի կազմում։ Նրա խոսքով Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակվում են։ Դանիան արդեն լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել Գրենլանդիայի պաշտպանությանը։ Նախարարը նշել է, որ խոսքը չի վերաբերում խորհրդանշական միջոցների, այլ ռազմածովային նավերի, անօդաչու սարքերի և կործանիչների մասին է։ Նա նաև վստահեցրել է, որ այս պահին Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից Գրենլանդիային ուղղված անմիջական սպառնալիք չկա։ Նախարարը հիշեցրել է, որ Գրենլանդիան գտնվում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության ներքո։ Միաժամանակ գերմանական Բիլդը գրում է, որ Գերմանիան կարող է կղզի ուղարկել փոքր հետախուզական ստորաբաժանում, իսկ Նորվեգիայի պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ իր երկիրը կսահմանափակվի ընդամենը 2 զինծառայողի ուղարկմամբ։ ԱՄՆ-ն սկսել է Մերձավոր Արևելքում գտնվող մի շարք կարևոր ռազմաբազաներից զինվորականների մասնակի դուրսբերումը։ Քայլը իրականացվում է նախազգուշական նպատակով, տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Իրանը սպառնացել էր, որ եթե Թրամփը որոշի միջամտել Իրանում ստեղծված իրավիճակին և ռազմական գործողություն սկսել, ապա Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ օբյեկտներին։ Պաշտոնապես հաստատվել է, որ Ալ-Ուդեյդ ավիաբազայից դուրս է բերվել անձնակազմի մի մասը։ Հիշեցնեմ, որ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա իրականացված հարձակմանը հունիսին Իրանը հարված էր հասցրել այդ ռազմաբազային։
Լոս Անջելեսում Uber-ի վարորդի վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Քիֆեր Սադերլենդը։ Լոս Անջելեսի ոստիկանության սպայի փոխանցմամբ քննությունը պարզել է, որ Սադերլենդը նստել է տաքսի, ֆիզիկական բռնություն գործադրել վարորդի նկատմամբ եւ քրեական բնույթի սպառնալիքներ հնչեցրել զոհի հասցեին։ 59-ամյա դերասանը, որը Էմմի եւ Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր է, ձերբակալվել է Սանսեթ բուլվարի շրջանում եւ տեղափոխվել ոստիկանության ժամանակավոր կալանավայր։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել $50,000 գրավի դիմաց։ Սազերլենդը դատարան պետք է ներկայանա փետրվարի 2-ին։ Իրավապահների տեղեկացման վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ բժշկական օգնության կարիք չունի։ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է շուրջ 2800 կազմակերպություններին, որ դադարեցվում է նրանց ֆինանսավորումը։ Այս կազմակերպությունների մեծ մասը նախատեսված են հոգեկան առողջության պահպանման եւ թմրանյութերից կախվածության բուժման ծրագրերի համար։ Ֆինանսավորումը տրամադրվում էր ԱՄՆ թմրամիջոցների չարաշահման եւ հոգեկան առողջության ծառայությունների վարչության միջոցով։ Չեղարկված ծրագրերի թվում են օփիոիդային կախվածության բուժման նախաձեռնությունները, թմրանյութերի հետ կապված գործերով դատարանների գործունեության աջակցությունը, ինչպես նաև համայնքային հոգեկան առողջության աջակցության նախագծերը։ Ընդհանուր առմամբ դադարեցվում է մոտ $1.9 միլիարդ ֆինանսավորում։ Միաժամանակ վարչակազմը հայտարարել է, որ նահանգներին հատկացվող ընդհանուր դրամաշնորհները չեն կրճատվում եւ կմնան ուժի մեջ։ Քննադատների կարծիքով այս որոշումը կարող է բացասաբար ազդել հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության եւ կախվածությունների բուժման վրա, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար։ ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի սննդային սովորությունները, դրանք անվանելով անառողջ։ Նրա խոսքով Թրամփը չափից շատ է ֆասթ ֆուդ եւ դիետիկ կոլա օգտագործում։ Չգիտեմ ինչպես է նա դեռ կենթանի, բայց փաստն այն է, որ նա կենթանի է, ասել է Քենեդին Քեթի Միլլերի փոդքասթի ընթացքում։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ ԱՄՆ առողջապահության նախարարությունը հրապարակել է նոր սննդային հանձնարարականներ, կոչ անելով նվազեցնել շաքարի եւ գերշատ մշակում անցած մթերքների օգտագործումը, նախընտրությունը տալ բնական ու ամբողջական սնունդին։ Միևնույն ժամանակ Քենեդին նշել է, որ Թրամփը վստահում է խոշոր սննդային կորպորացիաներին եւ հատկապես ճանապարհորդությունների ընթացքում սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հաճախ հենց ֆասթ ֆուդով է սնվում։ Չնայած քննադատությանը առողջապահության նախարարը ընդգծել է, որ Թրամփը գտնվում է լավ ֆիզիկական վիճակում։ Նա անհավանական առողջություն ունի, հավելել է Քենեդին։ Նյու Յորքի ոստիկանությունը կիրակի օրը Քուինս շրջանում 17-ամյա դեռահասի սպանության գործով ձերբակալել է 18-ամյա Դերեկ Տրեխոյին եւ նրա ենթադրյալ համախոհին։ Քննության տվյալներով դեռահասին նախ ծեծել են, ապա դանակահարել պարանոցի հատվածում։ The New York Post-ի փոխանցմամբ սպանության պահին Տրեխոն արդեն գտնվում էր դատարանի վերահսկողության տակ մեկ այլ հարձակման գործով, որը տեղի էր ունեցել անցած ամռանը։ Դատախազությունը պահանջել էր նրա համար սահմանել $40,000 գրավ, սակայն դատարանը որոշել էր նրան ազատ թողնել վերահսկողության պայմաններով։ Քննությունը շարունակվում է։ Նշվում է, որ սա վերջին ամիսներին Նյու Յորքում գրանցված մի քանի ծանր հանցագործություններից մեկն է, երբ կասկածյալները նախկինում արդեն ձերբակալված էին, բայց ազատության մեջ էին մնացել։ Այս դեպքերը կրկին ակտիվացրել են քննարկումները գրավի համակարգի, պայմանական ազատ արձակման եւ քրեական արդարադատության արդյունավետության շուրջ։ SpaceX ընկերությունը Իրանում ակտիվացրել է Starlink համակարգի նախկինում ոչ ակտիվ հաշիվները եւ չեղարկել բաժանորդային վճարը։ Որոշումը կայացվել է Թրամփի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկվել է Իրանում ինտերնետի հասանելիության ապահովումը։ Անվճար Starlink կապը կարող է աջակցել ակտիվիստերին եւ անկախ տեղեկատվության տարածմանը, սակայն գործնականում այն հասանելի կլինի Իրանի բնակչության սահմանափակ հատվածին։ Բացի այդ, երկրի իշխանությունները ունեն տեխնիկական հնարավորություններ ազդանշանը խափանելու կամ սահմանափակելու համար։ Ներկայում Իրանում գտնվում է մոտ 50,000 Starlink ընդունիչ սարք։ Իրանի իշխանությունները անցյալ տարի Իսրայելի եւ Իրանի միջև 12 օրյա պատերազմի ընթացքում քրեականացրել էին
Starlink-ի օգտագործումը, իսկ երկրում կտրուկ աճել էր այդ սարքերի պահանջարկը։ Միջազգային դիտորդների գնահատմամբ Starlink-ի ընդլայնված հասանելիությունը կարող է որոշ ազդեցություն ունենալ տեղեկատվական դաշտի վրա, սակայն դրա արդյունավետությունը մեծապես կախված է Իրանի իշխանությունների արձագանքից և կիրառվող տեխնիկական սահմանափակումներից։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հրամանագիր է ստորագրել, որով նորանշանակ փոխքաղաքապետ Ջուլի Սուին հանձնարարել է նվազեցնել փոքր բիզնեսների վրա դրված տուգանքներն ու վարչական ճնշումը։ Սակայն հրամանագրում չի նշվում, թե որքանով պետք է նվազեն տուգանքները կամ ինչ կոնկրետ կանոններ են փոխվելու։ Քաղաքապետարանը հայտարարում է, որ նախաձեռնության նպատակը փոքր բիզնեսներին օգնելն է, սակայն մինչև այժմ չի հստակեցվել, թե ինչ չափանիշներով է որոշվելու, որ ընկերությունն է համարվում փոքր բիզնես։ Քննադատները զգուշացնում են, որ առանց հստակ և թափանցիկ կանոնների այս ծրագիրը կարող է խառնաշփոթ ստեղծել և հանգեցնել տուգանքների ընտրովի չեղարկման։ Այսօր հինգշաբթի է, և դա նշանակում է, որ ներկայացնելու եմ Լոս Անջելեսում և Գլենդելում մոտ օրերին սպասվող միջոցառումների ընտրված ցանկը։ Եթե ուզում եք 2026 թվականի մեկնարկը դարձնել ավելի ակտիվ, մշակութային ու հիշարժան, ապա այս ընտրանին հենց դրա համար է։ Այստեղ ներառված են թե հայկական միջոցառումներ, թե սպորտային խաղեր և քաղաքային հայտնի իրադարձություններ։ Սկսենք հայկական միջոցառումներից։ Հայկական ֆիլմերից նկատի ունեցեք թանկարժեք տղաներին։ Ֆիլմի դիտումը տեղի կունենա հունվարի 17-ին, 18-ին, 23-ին և 25-ին, ժամը երեկոյան 7-ին և 8-ին Գլենդելի Արցախի փողոցի վրա գտնվող Look Dine-in սինեմասում։ Մյուս հայկական ֆիլմի մոլորվածի ցուցադրումը տեղի կունենա հունվարի 25-ին երեկոյան 5-ին Look Dine-in սինեմասում Գլենդել։ Երաժշտություն և ժամանց նախընտրողներին խորհուրդ եմ տալիս Երևան Nights Visit Երևանին Գլենդել կենդանի երաժշտական երեկոն հունվարի 22-ին երեկոյան 8-ին, որը տեղի կունենա Վերանդա Լանջում Գլենդել։ Սպորտային միջոցառումների երկրպագուների համար Los Angeles Clippers ընդդեմ Los Angeles Lakers NBA դերբի խաղը տեղի կունենա հունվարի 22-ին երեկոյան 7-ին Intuit Dome Inglewood-ում։ Իսկ Los Angeles Clippers ընդդեմ Brooklyn Nets NBA խաղը տեղի կունենա հունվարի 25-ին երեկոյան 6-ին Intuit Dome Inglewood-ում։ Եկեք այժմ սպորտից անցում կատարենք մշակույթի։ Selena From Texas to the World Immersive Exhibition ցուցահանդեսը հունվարի 15-ից մինչև մարտի 16 կարող եք այցելել Grammy Museum Los Angeles հասցեում և դառնալ արվեստի անմիջական մասնակիցը։ Symphonies for Youth Sensory Symphony երաժշտական համերգ ծրագիր երեխաների և ընտանիքների համար, որը ներկայացնում է Los Angeles Philharmonic-ը։ Տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը առավոտյան 11-ին Walt Disney Concert Hall-ում, Los Angeles։ Թող այս ցանկը հունվարի 15-ից սկսած դառնա ձեր ժամանցային ուղեցույցը, օգնելով ճիշտ ընտրել, պլանավորել և վայելել այն ամենը, ինչը առաջարկում են Los Angeles-ն ու Գլենդելը, և իհարկե մեր թիմը։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են տեղադրվել մեր սոցցանցերում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս պահին չի շտապում ուժ կիրառել և շարունակում է ուշադիր հետևել Իրանում տեղի ունեցող զարգացումներին։ Լրագրողի հարցին, արդյոք դա նշանակում է, որ Իրանի դեմ ռազմական տարբերակը հանված է օրակարգից, նախագահը պատասխանել է, որ որոշում դեռ չկա, և հարցը մնում է քննարկման փուլում։ Միջազգային տիեզերակայանից 4 տիեզերագնացներ վերադարձել են երկիր նախատեսվածից մոտ 1 ամիս շուտ։ Սա 1998 թվականից ի վեր կայանի պատմության մեջ առաջին բժշկական տարհանումն է։ Crew 11 առաքելության անձնակազմը նախատեսվում է, որ վայրէջք կկատարի Կալիֆոռնիայի ափերի մոտ։ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ առաքելությունը կրճատվել է անձնակազմի անդամներից մեկի առողջական խնդրի պատճառով։ Գործակալությունը չի հրապարակել տվյալ տիեզերագնացի ինքնությունը։ Միջազգային տիեզերակայանի կառավարումը փոխանցվել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուտ Սվերչկովին և ևս 2 անձնակազմի անդամների։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։